Գաղտնի նկարանումներ, բացառիկ տեսարաններ ու իրական պատմություններ, եւ այս ամենը ականատեսի աչքերով, ողջույն եթերում ականատեսն է։ Մեր նախագծի մասնակիցները հնարավոր ու անհնար տեսաձայնագրող սարքերով ամեն ինչ անում են նկարելու ու ցույց տալու, թե ինչ կոռուպցիոն դեպքերի են ականատեսը լինում։ Մեզ համար շաբաթը շաբաթ չի, եթե կոռուպցիոն հաջող որս չի կատարվում։ Թիրախում ընտրված զոհերին դժվար է հաջողում ճողոպրել մեր մասնակիցների խցիկից։ Կոռուպցիա քարուփոշու շինարարության մեջ։ Այստեղ պետք է խորամանկություն օգտագործել։ Կոռուպցիոն համաձայնությունը պատվիրատու եւ շինարարական ընկերության միջև անվանում են ատկատ։ Երբ որ հարցը տրվում էր ատկատի եւ կոռուպցիայի մասին, այդ հարցերը շրջանցվում էին ինչ-որ ձև։ Եթե իմ ասած ատկատն է, ձեր ասածը չգիտեմ որն է։ Ասեք մենք 2 ամիս Ռուբինան դիվադադար արեց շինարարներին։ Ես ձեր ասած ատկատը ճիշտ ասած չեմ հասկանում։ Պարզեց նրանց եւ տենդերների գործարքները երբ են դրանք վերածվում կաշառարության։ Գելերը, այսպես ասված, նրանք արդեն գիտեն այն հիմնական լծակները, որոնց վրա իրանք կարող են ծախմել ու հասնեն արդյունքի։ Արդյունքում տուժում է շինարարության որակը, բարձրանում են գները։ Պարզ զգում ես, այնտեղ կարող են քեզ ինչ-որ միտեղ խաբել, դուրս մղել, թե ոչ։ Շինարարությունը, տենդերներն ու ատկատները, հրյա մասնակցի աչքերով։ Այսօրվա ականատեսը երբեք չի խոսում իր ազգային պատկանելության մասին, ասում են նյարդայնանում է դրանից հետո տրվող հարցերից, առավել ևս երբ սկսում են անեկդոտներ պատմել այդ թեմայով։ Նրա թույլտվությամբ ասում ենք, նա հրյա է եւ այս պահին էլ Իսրայելում է, որտեղ չէր եղել 7 տարեկանից։ Ականատես Ռուբինան։ Ոչի տենց է, ցանկացած երաժշտություն, ցանկացած ինչ-որ երևույթ, որին դուրս շատ է գալիս, ես ասում քամի է։ Հրեա աղջկան հավանական արկածները Հայաստանում ականատեսի մասնակիցներից ամենաշատը հենց նա է բախվել կոռուպցիոն խնդիրների։ Կարելի ասել խթան հանդիսացա այդ պահին ես կոռուպցիա եմ, բայց ուրիշ ճար չկա։ Իր ազգային պատկանելիության մասին երբեք չի խոսում, նյարդայնանում է ենթադրվող հարցերից, ժպտերես է, համարձակ ու նպատակասլաց։ Պլաններ, նոր ինչ-որ միջոցառումներ, կապված տարբեր հասարակական կազմակերպությունների հետ ու հենց մեր համայնքային։ Համայնքի երիտասարդների ուրախությունն է, քննարկումներ է կազմակերպում Հայաստանում հրեական մթնոլորտի պատասխանատուն է։ Իրականում կոռուպցիան այն երևույթն է, որ ինքը ոչ ազգություն է ճանաչում, ոչ ինչ-որ պատկանելություն։ Հրեական վերջին հիթերը նրա թեթև ձեռքով են լսում մյուս անդամները։ Երբ որ գնում ենք Իսրայել, երբ որ ունեն մենք հյուրեր Իսրայելից, իրանք միշտ հետները բերում են դիսկեր, նոր շիտերով, նոր երգիչների անուններով։ Սիրում է պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով նկարել, բայց ավելի շատ նկարվել։ Բայց դեռ չունեմ պրոֆեսիոնալ ֆոտոապարատ։ Սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիբեռնետիկայի ֆակուլտետը, 2006-ին ընդունվել է մագիստրատուրա։ Այժմ աշխատում է Unisystems ընկերությունում, ծրագրավորող դիզայներ։ Ну, չնայած միակ ոնց որ միջոցը դա ինտերնետն է։ Օրս այնպես է կազմում, որ դուրս եմ գալիս տնից եւ չգիտեմ իրականում երբ հետ կվերադառնամ տուն։ Ռուբինա Աղաջանյան 22 տարեկան ականատեսի ամենահավասարակշռվածն ու համբերատարը։ Ռուբինան անդրադարձել է բավականին դժվար բացահայտվող կոռուպցիոն օրինակի։ Խոսքը շինարարական կազմակերպություններին տրամադրվող տենդերների մասին է, երբ շատ ընկերություններ այդ դրամաշնորհը ստանալու դիմաց պարտավորվում են վճարել ատկատ։ Շատերի համար անծանոթ այդ տերմինը ատկատը նորություն չէ շինարարական բիզնեսում։ Երբ հայտարարվում է մրցույթ շինարարական կազմակերպությունների միջև, առավել խորամանկները կաշառում են դրամատուներին խոստանալով մրցույթը հաղթելու դեպքում ատկատներ վճարել նրանց։ Տեսածն ու նկատածը նկարելու համար Ռուբինայից պահանջվեց առնվազն 4 ամիս։ Ատկատների մասին գիտեն այն մարդիկ, ով բախվել է այդ խնդիրների հետ, ով անձամբ այդ շինարարական պրոցեսների մեջ է գտնվում, դա լինեն անհատները, թե կազմակերպությունները։ Ատկատը դա այն բանն է, երբ որ դա կլինի պատվիրատուն, թե հենց կատարողը գումար է տալիս ինչ-որ մեկին, ով այդ ամբողջ գործընթացը կոորդինացնում է եւ ի վերջո որոշում է կայացնում։ Իմ աշխատանքի բնույթը այնպես է, որ ամեն շատ ուղիղ ու պարզ պետք է ասել, որպեսզի մարդ հասկանա, թե ինչա իրան պետք է դա, թե պետք չի, իսկ այստեղ պետք է խորամանկություն օգտագործել եւ զանգելով ասելով բարև ձեզ մենք երիտասարդների խումբ ենք եւ մենք ուզում ենք նկարել կոռուպցիայի մասին եւ ատկատների մասին, ես տանում էի, կարելի ասել նույն պատասխանը
կա այդպիսի բան, բայց մենք մեր կազմակերպությունը, մենք այնպիսի կազմակերպություն ենք, որ մենք աշխատում ենք ազնիվ լինել, մենք ազնիվ ենք, դուք պետք է մանգաք ոչ ազնիվներին։ Նույն ծավալի շուրջը առաջ ենթադրենք 20-30 կազմակերպություն էին մասնակցում, հիմա կարող է մի 50-ը մասնակցել։ Չնայած ասեմ, այս փոքր կազմակերպությունները դրանք ժամանակի ընթացքում դրանցից որոշ մասը դուրս են մղվում։ Բայց իրականում ես տեղյակի, հա, այդ ում զանգում է, ես գիտեի հաստատ, որ նրանք էլ են մասնակցել որոշ մախինացիաների։ Մենք տենդերի մասնակցել ենք, բայց պարտվել ենք։ Հաղթանակը լիարժեքորեն իրավացիորեն տրվել է մեկ այլ կազմակերպության, իրավացիորեն, որը իրոք հաղթել է։ Հիմա մենք պետք է ասենք, որ տեսեք ինչ տեղի ունեցավ, նրան տվեցին, մեզ չտվեցին։ Այնտեղ հասկանալի է ցուցանիշներ կա, որը պետք է բավարարվի։ Մրցույթ է հայտարարվում տենդերների համար եւ այդ ժամանակ մրցույթին մասնակցում են շատ կազմակերպություններ, ինչպես խոշոր, այնպես մանր, այնպես անհատներ, ովքեր փորձ չունեն այդ տենդերների մասնակցության մեջ ընդհանրապես, ու այդ ժամանակ գործի է դրվում այդ ատկատ հասկացողությունը։ Նրանք գումար են առաջարկում, տոկոս են խոսք տալիս այն մարդուն, ով իրականում վերջնական որոշում է կայացնում այդ մարդը կանցնի, թե չէ տենդերում կհաղթի, թե ոչ։ Նա էլ արդեն այդ որոշումը կայացնում է ըստ արդեն խոստված ատկատի չափով։ Բաց տենդերը լրիվ, ասած նստած ես լինում դու եւ մնացած բոլորը։ Եվ պարզ զգում ես, այնտեղ կարող են քեզ ինչ-որ միտեղ խաբել, դուրս մղել, թե ոչ։ Ինքս որոշ ժամանակ աշխատել եմ նմանատիպ բնագավառում եւ կողքից, թե այդ գործընթացին որոշ չափով ծանոթ եմ, ովքեր են աշխատում անարդար ձևի հաղթեն այդ տենդերները եւ այն մարդիկ, ով իրականում ունենալով որակյալ, հա, ծառայություն, նրանք հետ են մղվում։ Ինչպես հա մենք տեսանք, ինչպես այդ մարդիկ ներկայացրեցին, մասամբ բողոքեցին հա այդ ատկատների համար, թե ինչպիսի անարդար իրավիճակների են նրանք հանգել, այնմանով, որ չեն կարողացել մրցակցությանը դիմադրել այն զուտ պատճառով, որ հնարավորություն չեն ունեցել ատկատ տալու, գումար տալու։ Մյուս կազմակերպությունը, որ ես զանգահարեցի, ավելի խոշոր կազմակերպություն էր, որի վարկանիշը ավելի բարձր էր, հիմնվելով նախորդ փորձի վրա, ես չասեցի, որ մենք երիտասարդների խումբ ենք եւ ուզում ենք նկարել կոռուպցիայի եւ ատկատների մասին։ Ես ասեցի, որ երիտասարդների խումբ ենք եւ ուզում ենք նկարահանել արդի խնդիրների մասին, շինարարության մասին, թե ինչպիսի խնդիրների է բախվում։ Տեսեք, ես այսքան էժան դրեցի բան Իմիջալուց էժան դնողները, ով էժանա դնում շատ ավելի գներես տենդերին մասնակցելու, նրանք մտածում են, որ միայն շահ են, բայց չեն մտածում, արդյոք այդ գնով կարող են ավարտել թե ոչ։ Այն մարդը մեծ սիրով կարելի ասել համաձայնվեց եւ ասելով, որ նա միշտ փորձում է աջակցի երիտասարդներին եւ դա ավելի ոգևորեց ինձ եւ ավելի քիչ հանգստացրեց, բայց դա մի քիչ իրականում շատ վիճելի հարց է, հա, որովհետեւ այդ ատկատին հա պետք է նայել այդ կազմակերպություններին փոքր, ինչպես նաև մեծ, պետք է նայել նաև մյուս կողմից, հա, շատերը իրականում բախվելով այդ խնդիրում, իրականում ազնիվ պայքար չկարողանով տանել, իրանք մղվում են ետին պլան։ Այնտեղ ցուցանիշներ կան, որ պետք է ապահովի, գնումների գործակալությունը պետք է ապահովի, ուրեմն այս ցուցանիշներից մեկը մենք այսինքն ոնց պահանջվում էր, այդպես չէինք ապահովել։ Օրենքը եթե ակտ է պահանջում, ակտ պետք է լինի։ Եվ մեր բողոքը մերժվեց, եւ տեղն էլ մերժվեց։